Հայաստանի պաշտպանության նախարար անդրադարձավ Հանրապետության օրը մայիս 28-ին գայանալիք զորահանդեսին։ Սուրեն Բաբիկյան թիմադեդրի էջին դեսանյութ մհրաբարագեց ուր կպատասխանի հարցումին, թե մայիս 28-ին հանրության ինչ կսպասվի։ Հանրության պիտի ներկայացվի այնինչ տարիներ շարունակ տակցուցած ենք, քողարկած ենք, չենք խոսած այդ մասին, համեստորեն լրած ենք։ Հիմա պիտի հանրության ներկայացնենք որպես հաշվետվություն, թե ինչ ըրած ենք վերջին 4 տարիներու ընթացքին, ըստ Հայաստանի պաշտպանության նախարարը։ Զորահանդեսը պիտի գայանա մայիս 28-ին Երևանի Հանրապետության հրապարակը ժամը 10-ին։ Ռուսաստանը գողմ է, որ Եվրասիական տնտեսական միության եւ Եվրոպական միության վերաբերյալ Հայաստանը հստակեցնի իր ցիրկորոշումը։ Ռուսաստանի անվտանգության խորհրդի հadoop աշխատանքային խումբի նիստեն հետո լրագրողներուն ասած է Ռուսաստանի փոխարտաքին գործոս նախարար Միխայել Գալուզին։ Պատասխանելով ԹԱՍՍ-ի հարցումին, թե արդյոք երկու կառույցներու միջև կողմնորոշվելու համար Ռուսաստանը վերջնաժամկետ պիտի սահմանի Հայաստանի համար, Գալուզին նշած է. «Մենք կողմ ենք Հայաստանի արտաքին քաղաքական կողմնորոշման հարցով հստակության, սակայն թեր որևէ հստակ ժամկետ չեմ գրնար նշել»։ Արտաքին գործոս նախարարի դեղագար Ռոբերտ Ապիսողոմյանն Ռաբաթի մեջ մասնակցած եւ ելույթով հանդես եկած է ֆրանկոֆոն տարածքի մեջ խաղաղապահ գործողություններու վերաբերյալ երկրորդ նախարարական համաժողովին, որը կազմակերպված է Մարոկկոյի եւ Ֆրանսիայի կողմեն ՄԱԳ-ի եւ ֆրանկոֆոնի միջազգային կազմակերպության հետ համագործակցությամբ։ Ռոբերտ Ապիսողոմյան հայտնած է, որ ժամանակագից բազմաշերտ մարտահրավերները անվտանգության պահպանությունն ու քաղաքացիական անձերու պաշտպանությունը կբահանջեն հրաժարիլ ավանդական մեթոդներեն եւ անցնել ավելի ջգուն եւ հարմարողական մոդեցումներ խաղաղապահ գործողություններու մշակման եւ վերապատրաստման հարցերու մեջ։ Ապիսողոմյան ասած է, որպես Լիբանանի մեջ ՄԱԳ-ի առաքելության զորք դրամատրող երկիր, Հայաստանը խորաբես մտահոգված է դեղի անվտանգության վատթարացմամբ եւ խիստորեն գտադաբարդե խաղաղապահներու թեմ հարձակումները։ Չնայած բարդ պայմաններուն հայ խաղաղապահները միջազգային գործընկերներուն հետ կշարունակեն իրականացնել առաքելությունը հանուն տարածաշրջանային գայունության։ Ամերիկայի մեջ Հայաստանի տեսփան Նարեկ Մկրտչյան եւ Կոնկորդիայի համահիմնադիր ու խորհրդի նախագահ Նիկոլաս Լոկոտետիս քննարկած են երկկողմ արդյունավետ համագործակցության զարգացման եւ ընդլայնման հարցեր։ Կողմերը անդրադարձած են Կոնկորդիան Հայաստանի մեջ որպես համագործակցության եւ երկխոսության հարթակ հնարավորություններուն։ Տեսփան Մկրտչյան երախտագիտություն հայտնած է գառույցին Երևանյան երկխոսություն 2026 նախաձեռնության մասնակցելու համար։ Միացյալ Նահանգներու նախագահ Դոնալդ Թրամփ հայտարարած է, որ Ամերիկան պատրաստ է շարունակել Իրանի վրա հետագա հարձակումները, եթե պաշտոնական Տեհրանը չհամաձայնի խաղաղության համաձայնագիրին, ավելցնելով, որ Վաշինգտոն կրնականի մօր սպասել ճիշտ պատասխաններ ստանալու համար, կհաղորդի Reuters։ Լրագրողներուն հետ զրույցին Թրամփ ընդգծած է, որ իրավիճակը սահմանակիցին է եւ կրնա արագ սրվիլ։ Հարցումին, թե որքան երկար անպիտի սպասե, Թրամփ պատասխանած է, այդ կրնա մի քանի օր լալ, բայց կրնա շատ արագ տեղի ունենալ։ Պաշտոնական Տեհրանը նախորդին Հասկուշական հայտարարություն տարածեց ամերիկյան հնարավոր հարձակումի վերաբերյալ։ Եթե Իրանի թեմ հարձակումը կրկնվի, այս անգամ խոստացված տարածաշրջանային պատերազմը պիտի տարածվի տարածաշրջանեն դուրս, ըստ էր Իսլամական հեղափոխության պահապաններու ստորաբաժանումի հայտարարության մեջ։ Իսկ Իրանի խաղաղության գլխավոր բանակցող խորհրդարանի խոսնակ Ղալիբաֆ ընկերային ցանցերու մեջ հրապարակված ուղերձին նշած է, որ թշնամի ագնհայտ եւ տակնված քայլերը ցույց կտան, որ ամերիկացիները նոր հարձակումներ կնախապատրաստեն։ Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփ հայտարարած է, որ հերախոսազրույց ունեցած է Թուրքիո առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որը ըստ Թրամփի շատ լավ անցած է։ Մենք շատ լավ հարաբերություններ ունենք, ըստ այն լրագրողներուն։ Ակցիոսի լրագրող Բարակ Ռավիդ հղում ունելով աղբյուրներուն հայտնած է, որ Թրամփ երկար եւ բարդ հերախոսազրույց ունեցած է Իսրայելի վարչապետ Բենյամին Նետանյահուին հետ։ Նշված է, որ կողմերը չեն գրծած համաձայնության հասնել հետագա քայլերու շուրջ, թե հստակ որ քայլերու շուրջ լրագրողը չի հստակեցներ։ Զվարթնոց միջազգային օտագայանը արժանացավ օտագայանի ուղևորներու սպասարկման փորձի հավատարմագրման հեղինակավոր Airports Council International World կազմակերպության կողմեն։ Ծրագիրը կօգնի օտագայաններուն բարելավելու ուղևորներու սպասարկման փորձը քննադումներու վերապատրաստման եւ անձնագազմի ներգրավման միջոցով։ Այս ձեռքբերումը գարդացել է մեր աշխատակիցներուն նվիրվածությունը, մասնակիտական պատրաստվածությունը եւ ամեն օր բարձրագարկ ուղևորային փորձառություն ապահովելու հանձնառությունը ըստ է հաղորդակցության մեջ։ Ցեզի Անի Զեյթունցյանը